Հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ բոլոր հիվանդությունները նյարդերից են։ Իսկ որտեղից են կուտակվում այդ անառողջ նյարդերը, միանշանակ մեր մտքերից։ Մտքերն էլ դե իհարկե արդյունքն են այն բանի, որ այդպես էլ չսովորեցինք տիրապետել թքած ունենալու նուրբ արվեստին և իզուր։ Ահա թե ինչ էր պետք սերմանել մեր մեջ դեռևս մանկուց։ Փոխարենը հասարակությանը վերցնել ու դնել գլխներիս, ուղղակի պետք էր ապրել հասարակության մեջ, ոչ հասարակության համար։ Լսել հասարակության կարծիքը, բայց ունենալ սեփականը։ Հարգել հասարակությանը, բայց վեր չդասել սեփական անձից ու ցանկություններից։ Որոշումներ կայացնել առաջին հերթին սեփական անձի բարօրության համար, հետո նոր ուրիշների և վերջ։ Ամեն ինչն է նյարդերից, մեր բոլոր անհաջողությունները, և փոխարենը առաջ շարժվելու նախընտրում ենք կոտրվել։ Ախր դա հեշտ է, չէ՞։ Փոխարենը ոտքի կանգնելու և գիտակցելու, որ անհաջողությունը դա աշխարհի վերջը չէ, այլ մեկը այն հազար հնարավորություններից ամեն ինչ սկսելու նորից։ Բայց այս անգամ արդեն ավելի հասուն ու գիտակից։ Բացիր ձեռքի տափը և հաշվիր մատներիդ վրա, թե քանի տառից է բաղկացած կյանքը։ 5։ Ընդամենը 5 տառ, բայց լի անսահման հնարավորություններով։ Ժպտա և շարունակիր իրականություն դարձնել քո կյանքի հեքիաթը։ Ու գիտես ինչ։ Ուղղակի սովորիր ապրել, հենց քեզ համար։ Եվ վերջ։